Փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների պակաս չկա, խորհրդարանում հայտարարության ժամ է։ Պատիվ ունեմից Աննա Մկրտչյանը հիշեցրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին տարբեր գերտերություններից էին եկել Հայաստան։ Հասարակությունն ըստ падգամավորի սեփական հաղթանակ էր համարում յուրաքանչյուր պետության կողմից ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։ Հետո մեղադրեց գործող իշխանությանը։ Ձևակերպեց, թե այսօր պաշտոնական Երևանից ցեղասպանություն բառը լսելը գրեթե անհնար է։ Հիմա պարզվում է պաշտոնական Երևանի համար այս օրակարգն առաջնահերթ չէ։ Պարզվում է պետք է դեռ հասկանան, ինչ է եղել, իրենց իբր հասկանալի չէ։ Պարզում է հիմա ուզում են հաշվել զոհերին ու անուն ազգանունները իմանալ։ Պարզում է որևէ մեկը մեզանից Արարատի հետ էլ կապ չունի։ Արարատը հիշեցրեց, Արարատի նկարով ամբիոնին մոտեցավ նաև ընդդիմադիր մյուս ուժի Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինա Վարդանյանը։ Ասաց ցեղասպանության 110-ամյակին պետական միջոցառումներ չեն լինելու։ Ըստ Վարդանյանի, երբ հարցնում են ինչու պետական հանձնաժողով չկա, պատասխան չեն ստանում։ Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որը Ադրբեջանից եկող սպառնալիքներ նախ մեղմացնում, նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար, ու այդ սպառնալիքը ոչ ավել, ոչ պակաս Արարատ լեռնա։ Պարզվում է, եթե մենք մի քիչ շատ խոսենք Արարատի մասին, մի քիչ շատ նայենք Արարատին, ընդհանրապես խոսենք ու մեզ իդենտիֆիկացնենք որպես ժողովուրդ, որի ինքնության հիմքն է Արարատը, Թուրքիան կջղայնանա ու կարող է նաև հարձակվել։ Իշխանականներն են հակադարձում ընդդիմադիրներին։ Պատգամավոր Ղազարյանն ասում է, վարչապետը երբևէ որևէ ելույթում, որևէ առիթով չի հերքել պատմական իրողությունները, չի հերքել ցեղասպանությունը։ Եվ ընդամենը առաջարկել է հանրությանը քննարկել, թե որ պահից հայաստանցիներին, հայերին թույլ տրվեց խոսել ցեղասպանության մասին որպես պատմական իրողություն։ Տիկին Մկրտչյան, կամ լսել չեք հասկացել, կամ տիպիկ մանիպուլատոր եք։ Այստեղ կարծիք հնչեց, որ իշխանությունը եւ իշխանության ներկայացուցիչները վախենում են արտաբերել ցեղասպանություն բառը, ես արտաբերում եմ ցեղասպանություն։ Ուրացման քաղաքականություն վարելու համար ընդդիմությունը մեղադրեց իշխանությանը, հանդիպակաց կողմից ասացին, իրականությունը խեղաթյուրելու հերթական փորձն է։ Տիգրան Միգուրղինյան, ժամը լրատվական։